Մենք գտնում ենք Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում։ Այսօր այստեղ տեղի ունեցավ ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի եւ նրա 13 համախոհների գործով դատավարությունը։ Այսօրվա նիստին որպես վկա դատարան էին հրավիրվել գործով տուժող ճանաչված 16 ոստիկաններից 5-ը, սակայն վկայություն հացրեց տալ միայն ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Առաքելյանը։ Նա դատարանում հայտարարեց, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին, երբ Շանթ Հարությունյանը երթ էր նախաձեռնել Երևանի կենտրոնում, իրենք ոստիկանները չեն ցանկացել ցրել այն, միայն հասարակական կարգն են պաշտպանել եւ միջամտել են այն ժամանակ, երբ երթի մասնակիցները դուրս են եկել Մաշտոցի պողոտայի երթևեկելի գոտի։ Երթը մոտավորապես 16:00 սահմաններում սկսվեց, դուրս եկան մոտ 150 հոգի, փորձում էին դուրս գալ Մաշտոցի պողոտայի երթևեկելի գոտի, գումարտակի ծառայողները մոտեցան, որպեսզի թույլ չտան դուրս գալ երթևեկելի գոտի, Շանթ Հարությունյանը հաշտական Երանին գումարտակի հրամանատարն հայտով հետրեց, որից հետո շփոթներ կրակացրեցին դուք առաջացավ ոնց հիմնական ուժեր մոտեցրեցին ուժեր դուրս մղեցին իրականություն հրահանգարվելա որպեսզի ապահովենք հասարակական կարգի պահպանությունը երթի դեպքում ուղեկցենք երթը օժանդակենք խաղաղ երթը։ Շելով նոյեմբերի 5-ի իրադարձությունները տուժող ոստիկանը պատմեց, որ ինքը բախումների արդյունքում մարմնական վնասվածքներ չի ստացել, իր հագուստը չի պատռվել, այլ միայն աչքերն են մրմռացել պայթուցիկների հետևանքով։ Ոստիկանը պնդեց, որ իրենք միայն ցանկացել են ուղղորդել ցուցարարներին երթն անցկացնելու փողոցի մայթով, ոչ թե երթևեկելի մասով։ Հայտարարության արձագանքեց Շանթ Հարությունյանը, ասելով, որ երթի մասնակիցները ցանկանում էին անցնել փողոցով դիմացի մայթ։ Եթե դուք պատրաստ եք, եթե կանաչը դառնար կարմիր երթևեկելի քարտի խանգարելու առումով դուք մեզ երթի մասնակիցներին ձեր ծառայական պարտքը կատարելով օգնել, այդտեղ օգնեիք այդ կարգը պաշտպանեիք, մենք շուշը անցնեինք։ Ոչ թե բռնանայիք օգտվելով ձեր արտոնյալ կարգավիճակից որպես ոստիկան, բռնանաք մեր կամքին, թե ես որ մայթը քայլեմ, որ մայթը քայլեմ։ Հիմա իմ հարցը սա դուք միտում նպատակ ունեիք կոնֆլիկտ սարքեիք, որ մենք մեզի բանտ նստացնեիք։ Ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանի և Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Ղազարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ոստիկանները մինչև երթի մասնակիցներին փողոցից հանելը բարձրախոսով չեն հայտարարել, որ ցուցարարները հասարակական կարգ են խախտում։ Վկայություն տվող ոստիկանն ասաց, որ դրա անհրաժեշտությունը չեն տեսել, սակայն ինքը մի քանի ցուցարարի զգուշացրել է։ Դուք անձամբ որևէ երթի մասնակցի, որևէ հայտարարությամբ դիմել եք, թե Տարբեր մարդկանց դիմել են, բայց կոնկրետ խնդրել են փողոցի դուրս գալ, երթևեկելի մասից դուրս գալ դեպի մայթ։ Դատական նիստն այսօր ավարտվեց նախատեսվածից շուտ, հայտարարվեց, որ Շանթ Հարությունյանի որդին 11-րդ դասարանի աշակերտ Շահեն Հարությունյանը, որը ևս գտնվում է մեղադրյալների աթոռին, ինքնազգացողության խնդիրներ ունի։ Տուժող ոստիկանների վկայությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին, հուլիսի 16-ին։